Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր հուլիսի 21-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Այսօր էլ շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու։ Օրինակ, հութիները Եմենում հայտարարություն արեցին, որ սկսում են ծովային շրջափակում Սաուդյան Արաբիայի։ Լրջագույն հայտարարություն է, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Հութիները ի պաշտպանություն Իրանի սկսեցին Կարմիր ծովում քայլեր անել։ Քիչ է որ Հորմուզի նեղուցը փակ է, ստեղ գրեթե փակվեց ճանապարհը արտահանել նավթ, չկա նավագնացություն կամ մեծ ռիսկերով կապված process է հիմա նույնատիպ process սկսում են հութիները Կարմիր ծովում։ Դրա մասին անպայման մենք կխոսենք։ Պարզա Իրան Միացյալ Նահանգներ այս պայքարը տարբեր ձևերով է դրսևորվում, շատ հետաքրքիր հայտարարություններ արեցին եւ Թրամփը եւ իրանցիք, դրա մասին էլ կխոսենք։ Հունգարիայի նախագահան ի վերջո ստորագրեց այն սահմանադրական փոփոխությունը, որի համաձայն հենց ինքը դուրս է գալիս պաշտոնից, ստեղել նյուանսներ կան, կխոսենք։ Շատ կարևոր նամակ ուղարկեց Դոնալդ Թրամփը Վրաստանի կառավարությանը, դրա մասին էլ կխոսենք։ Ուրեմն մենք տեսնում ենք ակտիվ զարգացում աշխարհում, դրա մասին մանրամասն կխոսենք, բացի դրանից ներքին քաղաքականության զարգացումների մասին մի քանի խոսք ես ուզում եմ ասել, կոմունիստները, հետխորհրդային տարածքի կոմունիստները, նաև այդտեղ ռուսաստանյան կոմունիստները ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն արեցին, մեր ձկնաբույծերը արտադրողը ձկան արտադրողները մեր բողոքի ակցիա են անում, բարձրացնում են տարբեր հարցեր, դրա մասին նաև կխոսենք։ Ես պետք է ասեմ, որ անհայտ կորած մեր զինվորների հարազատները, ծնողները նաև բողոքի ակցիա են արել ու այնտեղ ուշագրավ հայտարարություն արեցին։ Ուրեմն ունենք կարևորագույն հարցեր քննարկելու եւ ներքին քաղաքականությունից եւ արտաքին քաղաքականության հետ կապված, աշխարհի հետ կապված։ Միջև սկսելը մեր այսօրվա քննարկման զրույցի, ես խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, ինչը աշխատացնում է ավելի ակտիվ մեր YouTube-յան ալիքը ու այն ինչով մենք ձեզ հետ կիսվում ենք գիտելիքներով, զարգացումներով աշխարհում, մեր վերլուծություններով, այս ամեն ինչը ել ավելի արագ կտարածվի հայության մեջ, սփյուռքայության մեջ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ։ Հիմա հրապարակվեց շատ հետաքրքիր ինֆորմացիան, որ տեղերում են պետությունները այդ մոբիլ ինտերնետի արագության հարցում, ում մոբիլ ինտերնետը ավելի արագ է աշխատում, ավելի հզոր է։ Նու առաջի տեղում Էմիրատներն են, օրինակ նույն Վրաստանը մեր հարևան երկիրը 17-րդ տեղում է, մենք 61-րդ տեղում ենք։ Օրինակ Ադրբեջանը 46-րդ տեղում է։ Ադրբեջանում այդ մոբիլ ինտերնետը ավելի արագ է աշխատում, քան թե մեզ մոտ։ Այս չափորոշիչները, այս գործիքները անչափ կարևոր են պետության զարգացման համար։ Դա է պատճառը, որ այդ ուղղությամբ էլ նաև պետք է մեր կառավարությունը աշխատի, որ ավելի որակյալ մենք ինտերնետային կապ ստանանք ու ավելի հզոր եւ արագ աշխատող։ Վրաստանը շատ հետաքրքիր փոփոխություններ կարող են լինել Վրաստան Միացյալ Նահանգներ հարաբերություններում։ Պարզվեց, որ Վրաստանի վարչապետը շնորհավորեց Միացյալ Նահանգներին, հիշում եք անկախության օրվա կապակցությամբ հայտնի հուլիսի 4-ը եւ
Պարզվեց, որ ինքը շնորհավորեց, ես կասկած չունեի, որ Վրաստանը կշնորհավորի Միացյալ Նահանգներին, բայց ինչն է կարևոր, որ պատասխան ստացան վրացի մեր գործընկերները, հարևանները, պատասխան տվեց Դոնալդ Տրամպը, ինքը խոսեց ազատության մասին, կարևորության մասին ազատության, շնորհակալություն հայտնեց, որ Վրաստանի կառավարությունը շնորհավորեց ու Դոնալդ Տրամպը խոսեց վրաց-ամերիկյան հարաբերությունների մասին, որ անպայման պետք է սկսեն զարգանալ, որ դա շատ կարևոր է, որ մենք այդ երկու ազգերը, ամերիկացիք եւ վրացիք, գնան դեպի խաղաղ ապագա եւ այլ եւ այլ։ Դա շատ ուշագրավ է, դուք գիտեք, բավական բարդ են հարաբերությունները վերջի ժամանակներս, նվազագույնը 2 տարի Եվրոմիության հետ Վրաստանի եւ բարդ են հարաբերությունները Վրաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Ու ստեղ է, որ այս Դոնալդ Տրամպի նամակը հույսեր է առաջացնում, որ կսկսվի ավելի կոնստրուկտիվ համագործակցություն Միացյալ Նահանգներ Վրաստան։ Մեզ համար դա պետք է, դուք հասկանում եք, մենք Միացյալ Նահանգների հետ փայլուն աշխատում ենք ու ված չի լինի, որ Վրաստանի հետ էլ գնա այդ աշխատանքը, քանի որ Վրաստանի միջոցով նաև դուրս գալը մեր դեպի Եվրոպա, դեպի աշխարհ նաև մեզ համար անչափ կարևոր է։ Հիմա դու գիտեք Հունգարիայում կա նախագահի պաշտոն, այո, այդ գլխավոր դեմքը Հունգարիայի սահմանադրության համաձայն դա վարշապետն է, բայց կա նաև նախագահի պաշտոն, մոտավորապես նույնն է, ոնց որ Հայաստանում, բավական սահմանափակ լիազորություններով, բայց այդ ինստիտուտը կա։ Հիմա քանի որ Հունգարիայում ընտրվեց նոր կառավարություն, նոր վարչապետ Պյոտր Մատյարը, որը պրո-եվրոպական է, որը կտրականապես դեմ է Հունգարիայի դեպի ավտորիտարիզմ գնալու ճանապարհին, կոշտ դեմ է, ինքը Պյոտր Մատյարը սկսեց փոփոխություններ, նաև սահմանադրական փոփոխություն, նաև ինքը պարլամենտում ունի սահմանադրական մեծամասնություն, ուրեմն այն մասը սահմանադրության, որը կարելի է պարլամենտով փոխել, ինքը սկսեց փոխել ու գլխավոր նպատակներից մեկը, որը իր արժև դրեց, այս գործող նախագահին հանելն է։ Իրանց մոտ էլ գործող նախագահն ընտրվում է 7 տարով, ուրեմն պետք է ինչ-որ բան սպասեին, բայց այն մարդն է, որը թիկունք էր կանգնում Օրբանին։ Այդ բոլոր Օրբանի անօրինական քայլերը, սահմանափակել ազատությունները Հունգարիայում, սահմանափակել ԶԼՄ-ների աշխատանքը, սահմանափակել հազար մի բան, այս նախագահան թիկունք էր կանգնում։ Ու Պետր Մատյարը անցկացրեց ազգային ժողովով, իրենց պարլամենտով համապատասխան օրենք, սահմանադրական փոփոխություն, որոնց համաձայն այս նախագահան պետք է գնա։ Ու մինչև ամսի 18-ը սպասում էին, որ ինքը ստորագրի այդ օրենքը նախագահան, որ սկսի աշխատել այդ փոփոխությունը։ Այդ նախագահան ինչ որ խաղեր էր սկզբից տալիս, բայց վերջում հասկացավ, որ պետք է ստորագրի ու ստորագրեց, ուրեմն Հունգարիայում կփոխվի նախագահան։ Բայց այդտեղ ինչն է շատ կարևոր, ինչու ես այդպես մանրամասն ձեզ ասում եմ դրա մասին։ Այս նախագահան մի հատ ելույթ ունեցավ, լացացրեց։ Միայն ազնվության մասին էր խոսում, միայն սկզբունքների մասին եւ այլ, գիտեք, ցավով պետք է ասեմ, որ այն մարդիկ ու քիչ չեն նաև մեզ մոտ, ովքեր եւ ժողովրդավարության դեմ են, եւ եվրոինտեգրացիայի դեմ են, գիտեք, ունեն այս ունակությունը խոսել ազատություններից կամ արդարությունից կամ սկզբունքներից, բայց ռեալ չլինելով սկզբունքային։ Լավա զարգացումները գնում Հունգարիայում, այդ անչափ կարևոր է նաև Հայաստանի համար։ Հիշում եք մի շարք որոշումներ կապված Եվրոմիություն Հայաստան երկար ժամանակ կյանքի չէին գոչվում, քանի որ Հունգարիան օգտագործում են վետոյուրաունքը, նաև շատ կարևոր ծրագրեր ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը Եվրոմիություն Հայաստան, հիմա դռները բացվել են ու գոնե այս ձևի մարդ այլևս Եվրոպայի լիդերների
մեջ չկա, որը ակնհայտ, ասենք, պրոադրբեջանական եւ հակահայկական էր։ Ալիևը մենք բազմիցս խոսել ենք, բավական ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում, հիմա գտնվում է Գերմանիայում, նաև իր նպատակներից մեկը այնտեղ քննարկել այդ խաղաղության process-ը Հայաստանի հետ, նաև Ալիևը շնորհավորեց Ֆրանսիայի նախագահ պարոն Մակրոնին այդ Բաստիլիայի օրվա կապակցությամբ, ինքը այնտեղ շատ ու շատ խոսքեր ասեց, որ հիմա անցան նոր մակարդակի ֆրանս-ադրբեջանական հարաբերությունները ու Ֆրանսիան հիմա շատ մոտ է Ադրբեջանի հետ աշխատում, այս ձևի խոսքեր նաև Ադրբեջանի ղեկավարը ասեց։ Կարևորագույն նորություն հութիները Եմենի, որոնք դուք գիտեք վերահսկում են զգալի մասը Եմենի ու կառավարությունն ունեն, այդ հութիները իրանք լուրջ պայքար տանում էին ի օգուտ Իրանի, վերջի ժամանակներս իրանք չէին միջամտում, նո գոնե այս երկրորդ պատերազմի սկզբից հետո փետրվարի 28-ին իրանք բացահայտ չէին միջամտում, բայց հիմա որոշեցին միջամտել։ Ինչու՞մ է ուժը այդ հուսիների, իրանք վերահսկում են նավահանգիստները Եմենի, իրանք նեղույցները վերահսկում են ու ստեղ լուրջ վտանգներ կան Կարմիր ծովում նավագնացության համար, նաև այդ թվում լցանավերի անցման հետ կապված կարող է լինել։ Հիմա հութիները հայտարարեցին, որ իրանք սկսում են ծովային շրջափակում Սաուդյան Արաբիայի, ավտոմատ դա լարվածություն կմտցնի ամբողջ Կարմիր ծովի նավագնացության վրա, ես պետք է ասեմ, որ ինչքան հիշում եմ մոտավորապես աշխարհի 7% նավթի հենց Կարմիր ծովով է անցնում, հենց դա Սաուդյան Արաբիայի նավթն է, որը գնում է դուրս աշխարհ, ուրեմն ավտոմատ հիմա այլ բեռների մասին էլ չեմ ասում, այլ խնդիրների, նավթի հետ կապված դա կարող է բերել լուրջ լարվածության, պատկերացնում եք, որ պաշտոնական ներկայացուցիչը գլխավոր քարտուղարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը նույն պահին արձագանքեց, որ դա կունենա իրոք շատ լուրջ հետևանքներ այս ծովային շրջափակումը, որը հութիները սկսում են Սաուդյան Արաբիայի դեմ, նայենք ոնց է լինելու զարգացումները, բայց հութիները ասացին, որ ի պաշտպանություն Իրանի մենք սկսում ենք մեր գործողությունը Սաուդյան Արաբիայի դեմ, քանի որ դուք գիտեք, մի քանի արաբական աշխարհի երկրներ, Էմիրատներ, Քուվեյթ, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը իրանք դեմ են Իրանի ու իրանք օգնում են Միացյալ Նահանգների։ Ու ստեղ է որ առաջանում են հակասություններ այդ հութիների եւ Սաուդյան Արաբիայի միջև։ Թրամփը պարզ է, որ շատ դժգոհ էր, որ երկու ամերիկացի զինվոր զոհվեցին Հորդանանում, մեկը Իրաքում, ու ինքը ասաց, որ դաժան հատուցում կլինի, հատուցման մասին կխոսեց, то есть կոպիտ ասած գին կվճարեն իրանցիք, բայց ես պետք է ասեմ, որ նաև հարյուրավոր զինվորներ ամերիկյան վիրավորված են, Իրանը կարողանում է բավական էֆեկտիվ հակահարվածներ տալ, օրինակ Իրանը հասցրեց հարվածներ այն ենթակառուցվածքների, որը ունի Amazon համաշխարհային ընկերությունը, Amazon ընկերությունը օրինակ Բահրեյնում, իրանք հուշկու հարված տրեցին այդ ենթակառուցվածքին ու ոչնչացրեցին։ Իրանը հայտարարեց, որ Հորմուզի նեղուցով ոչ ոք չի անցնի առանց իրենց համաձայնության։ Ամերիկացիք ասում են կարելի է անցնել, երբ որ այդ լցանավերը փորձում են անցնել, առաջանում են խնդիրներ։ Հիմա ամերիկացիք մտածում են ցամաքային օպերացիա անցկացնել հենց հարկ
կղզիում։ Այնտեղ հիշում եք 3 կղզի կա ու այդ կղզիների միջոցով իրանցիք այնտեղ ունենալով ռազմական բազաներ, ռազմական հնարավորություններ խոչընդոտում են Հորմուզի նեղուցը, որ աշխատի, ավելի ճիշտ ուզում են իրանք վերահսկել ու կարգավորել, եթե չեն ենթարկվում, իրանք կրակում են, հարվածներ են հասցնում։ Հիմա ամերիկացիք ասում են, այդ դեպքում ստիպված կլինենք ցամաքային օպերացիա անցկացնել այդ հարկ օրինակ կղզին գրավելու համար, իրանցիք ասում են մենք անհամբեր սպասում ենք ամերիկացիներին։ Ես ճիշտը ձեզ ասեմ, եթե այդ քայլի գնան Միացյալ Նահանգները, դա լուրջ հետևանքների կբերի այդ տարածաշրջանում, քանի որ ժամանակը ցույց է տալիս, որ իրանցիների դեմ ցամաքում շատ դժվար կլինի կռվել ամերիկացիներին, այստեղ կարող են զոհերի թիվը մեծ լինել, իրանցիք ցույց տվեցին, ինչքան իրանք կարող են պայքարել, նույնիսկ ունենալով նույնիսկ շատ ու շատ ավելի փոքր հնարավորություն ունենալով ռազմական համեմատ ամերիկացիների հետ, չգիտեմ այս սրմանը կգնա Դոնալդ Տրամպը թե ոչ, բայց այսօրվա վիճակը նա է, որ իրանցիք հակահարվածներ տալիս են Բախրեյնում, Էմիրատներում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում հակահարվածնել ամերիկյան ընկերությունների վրա։ Ու դա պարզ է թույլատնում է ամերիկացիներին, Հորդանանում տեսակ 2 զինվոր զոհվեց ու բավական մեծ թվով վիրավոր Ամերիկայի զինվորներ կային։ Լարված է վիճակը, լարվածը մեծ է, լավ բան չի, նաև մեր տարածաշրջանի համար լավ բան չի, դա ռիսկեր է ավելացնում մեր տարածաշրջանում այն ինչ կատարվում է Իրան-Ամերիկա հարաբերություններում։ Ուկրաինայում ես ձեզ պատմել եմ մի պատմություն, որ Ուկրաինայում նոր կառավարություն ձևավորումից հետո նաև փոխվեց պաշտպանության նախարարը պարոն Ֆյոդորովը։ Ու նաև կա մյուս պաշտոնյա ռազմական ոլորտում կարևորագույն գլխավոր հրամանատար, զինված ուժերի գլխավոր հրամանատար։ Այդ 2 գլխավոր ռազմական պաշտոններ։ Ուրեմն զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին է եւ պաշտպանության նախարար։ Հիմա նոր մարդ բերեցին, բայց միջ վերջի օրերը Ֆյոդորովն է։ Հիմա ինչու է խնդրեմը։ Շատ լուրջ դժգոհություն կա Ուկրաինայում ու մեծ բողոքի ակցիաներ են ամբողջ Ուկրաինայով, իրանք ուզում են, որ այդ Սիրսկուն հանեն, բացի դրանից Ֆյոդորովին չհանեն։ Ֆյոդորովը այն պաշտպանության նախարարն էլ, ում նշանակեցին այս տարվա հունվարից, ու ինքը շատ ու շատ շտկեց վիճակը ճակատում, դուք գիտեք վերջի ժամանակվա ակնհայտ հաջողությունները Ուկրաինայի հակահարված տալու Ռուսաստանին։ Հիմա չգիտես ինչու փորձում են այս Ֆյոդորովին, որը դրսևորեց իրան փայլուն, փոխել։ Ու մարդիկ բողոքում են։ Ավելին, այս գլխավոր հրամանատարը Սիրսկի ազգանունով այդքան ոչ պոպուլյար է, որ ազգային ժողովում, Ռադայում, Ուկրաինայի պարլամենտում սկսեցին ստորագրահավաք անցկացնել, որ այդ Սիրսկուն հանեն ու վերադարձնեն Ֆյոդորովին։ Ուկրաինա նախագահ պարոն Զելենսկին հայտարարությունով հանդես եկավ երեկ, ինքը ասեց, որ երեկ չարաչորը, ինքը ասեց, որ ինքը լսեց ժողովրդի ձայնը, ինքը այդ գլխավոր դեմքերի հրամանատարների հետ կխոսե, ինքը պատրաստ է Սիրսկուն հանել գործից, քանի որ դա իրոք ապակայունացնում է երկիրը, իր նկատմամբ բացասական տրամադրությունները ուժեղ են, ու ինքը, երբ որ նշանակում էր նոր պաշտպանության նախարար Ֆյոդորովի փոխարեն, ժամանակավորապես իրան նշանակեց։ Դա ինչ է նշանակում, որ կարող է Ֆյոդորովին ինքը բաց թողեց տեղը Ֆյոդորովին հետ բերելու։ Ուրեմն, այդ օրինակները ձեզ բերում եմ, որ Ուկրաինայում չնայած որ մեծ ծանր պայքար է տանում, պատերազմ է տանում, ժողովրդավարության աստիճանը բավական բարձր է, մարդիկ բարձր էին գնահատում Ֆյոդորովին ու պայքարում են, որ ինքը մնա պաշտպանության նախարար կամ վերականգնվի իր պաշտոնում, ու կտրականապես դեմ են ոչ պոպուլյար այդ
իրանց զինված ուժերի գլխավոր հրամանատարի։ Հիմա անցնում եմ թեմաներին, որոնք ներքին քաղաքականության հետ ավելի առնչվում են։ Դու գիտեք, մեր ձգան արտադրողները բողոքի ակցիան են անցկացնում հիմա Երևանում, ու ես ուշադրություն դարձրեցի, հասկանալի է, մարդիկ չեն կարող իրենց ապրանքը արտահանել, ծախել, ուրեմն ակնհայտ կորուստներ են ունենում, բայց իրենք նաև ինչ հարցեր են բարձրացնում, որ իրենց չեն աջակցում դեպի Եվրամիություն արտահանում անել։ Դու գիտեք, մեր պաշտոնյաները ասում են, որ դեպի Եվրամիություն արտահանում կարելի է անել մեր ձգան արտադրողների ապրանքները։ Հիմա իրանք ասում են, ոչ մի բանով մեզ չեն աջակցում դեպի Եվրոպա գնալ, բացի դրանից իրանք ասում են այդ սուբսիդավորման մասին, կոմպենսացիայի մասին կորուստների, այդ ինչ որ խոսում են, իրանք ասում են ոչ մի բան չի արվում։ Ես առաջարկում եմ մեր կառավարության առաջերտին Նիկոլ Փաշինյանին վարչապետին դրա վրա ուշադրություն դարձնել։ Գիտեք, հաճախ ընդունվում են որոշումներ, հայտարարություններ արվում են, հետո կյանքի չեն գոչվում։ Հիմա այն իրավիճակն է, որ օրեցօր ավելի կմեծանա թիվը այդ բողոքների, ինչը շատ հասկանալի է։ Մարդիկ լոլիկ են արտադրում, չեն կարող ծախել, շուկա փակվեց, այլընտրանքներ չկան։ Դա է պատճառը, որ Սևանի ճանապարհը փորձեցին փակել, թե պլանավորում են փակել։ Ձկան արտադրողները բարձր այդ մարդիկ մեծ ջանքեր են դրել, հիմա խոստում են տալիս աջակցել, կամ չեն աջակցում, կամ մասամբ են աջակցում։ Ուրեմն վարչապետը պետք է անպայման ուշադրություն դարձնի, քանի որ այդ բողոքի օջախները շատ օբյեկտիվ են, ստեղ չես կարող ասել, որ քաղաքական ինչ-որ բաղադրիչ կա, բայց այդ լարվածությունը պետք է փորձել քայլ առ քայլ հանել։ Մյուս հարցը ել ավելի ինձ մտահոգեց։ Դու գիտեք, պարբերաբար մեր ծնողները, հարազատները անհայտ կորած զինվորների բողոքի ակցիաներ են անում։ Հասկանալի է, դա կորցրեցին իրենց զավակներին, երեխաներին, կորցրեցին ու ոչ մի ինֆորմացիա չկա, ինչ եղավ այդ երեխաների հետ։ Այո, կառավարությունը ինչ որ քայլեր անում է, ես օրինակ գիտեմ, որ արվում են քայլեր, բայց դա երևացող չի։ Ու այդ մարդիկ բողոքում են։ Ու հիմա երեք անցավ բողոքի ակցիան, բայց նոր բան ասեցին այս անհայտ կորածների երեխաների հարազատները։ Իրենք ասում են, որ մենք պատրաստ ենք ուղղակի դուրս գալ կապի Ադրբեջանի հետ, մենք կնշենք որտեղ են թաղված ադրբեջանցիք Հայաստանում կամ չգիտեմ որտեղ, իրանք էլ թող մեզ աջակցեն ու ասեն որտեղ թաղված են մեր զինվորները։ Մոտ ավրապես միտքը դա էր, ինչը ես համարում եմ բավական վտանգավոր։ Մարդկանց հասկանում եմ, մարդիկ ասում են, դե հոգնեցինք, սпасել քայլեր մեր կառավարությունից, մենք չենք տեսնում առաջընթաց, հաճախ այս ձևի առաջընթացներ չեն էլ երևում, քանի որ Ադրբեջանը նախկինում ոչ էր ուզում էր այդ հարցերը լուծել, դա էլ ձեզ ասեմ, բայց Ադրբեջանի քաղաքականությունը վերջի ժամանակներս փոխվեց, Ադրբեջանը ասում է մենք պատրաստ ենք։ Ավելին Ադրբեջանը անցկացրեց կոնֆերանս հենց անհայտ կորածների հետ կապված, միջազգային կոնֆերանս էր, հրավիրեցին միջազգային նաև այդ ՄԱԿ-ի կառույցները համապատասխան կա, ու այնտեղ Ադրբեջանը ասեց, որ մենք պատրաստ ենք անհատների հետ Հայաստանի հանդիպել, ովքեր ինչ որ բաներ գիտեն, մենք էլ իրանց կտանք, ինչ մենք գիտենք եւ այլ, այս դեպի մեսեջ ուղարկեցին։ Ես չգիտեմ ինչքանով անկեղծ է Ադրբեջանը, որ դա ուզում է անել, կփորձի օգտագործել քաղաքական իմաստով դա, ես չեմ կարող ասել։ Իրանց մոտ տեղաշարժ կա դեպի լուծում այս ձևի հարցերին, տեղաշարժ կա, բայց ես համոզված չեմ, որ ճիշտ է դուրս գալ ադրբեջանցիների վրա, իրանց պաշտոնյաների վրա, շրջանցելով մեր պաշտոնյաներին։ Ես համոզված չեմ, որ դա ճիշտ ճանապարհ է։ Ես ավարտեցի իմ այսօրվա ելույթը, միջ նոր հանդիպումներ։